Ողջույն բոլորին, հարգելիներս, այսօր պետք է տապակենք կանաչ լոբի, որ բոլորիս կողմից սիրված է։ Բայց մի քիչ տարբերություն կա, բանջարեղենով եմ տապակելու։ Դրա համար ես ունեմ կանաչ լոբի, լայն լոբին է, լայն տեսակի լոբին է։ Լվացել եմ լավ, դրա համար պոչուները հեռացնում եմ, ծայրն ու կոթունը եւ լոբին պետք է կտրատեմ այս տեսքով։ Ոչ շատ մանր, ոչ մեծ։ Ահա, այս տեսքով։ Լոբին մաքրեցի եւ տեղավորեցի թավայի մեջ։ Ջուր ենք ավելացնում, սառը ջուր եմ ես ավելացնում։ Ջուրը այնքան եմ լցնում, որ այսպես հազիվ երևում է։ Որովհետեւ լոբին շատ մեծ հեղուկ իրենից դուրս տալիս, ջուրը պետք չի որ շատ լցնել։ Միացնում ենք գազ օջախը, ծածկում ենք կափարիչով եւ թույլ ենք տալիս եփվի, մինչեւ ջուրը պակասի։ Մինչ լոբին կրակի վրա եփվում է, ես այստեղ խորովել եմ այդ չափաբաժնի համար, խորովել եմ 1 սմբուկ եւ 2 պղպեղ։ Շատ լավ կլինի, որ կրակի վրա խորովեք։ Բիբարները եւ սմբուկը մաքրեցի, իսկ այս պահին պետք է մանրացնենք։ Դե եթե ձեր լոբու չափաբաժինը շատ լինի, սմբուկներ, պղպեղներ շատ կվերցնեք։ Ահա, այսպես։ Դե կրկնվում եմ, բայց եթե դուք կծու չեք սիրում, վերցրեք քաղցր պղպեղներ։ Ահա, պղպեղներն էլ մանրացրեցի, կտեղափոխեմ այս ափսեի մեջ, թույլ կտամ, որ իրենց համար հանգստանան, կմոռանանք իրենց մասին, մինչև լոբին կեփվի։ Բաց ենք անում կափարիչը եւ ստուգում ենք, թե որքան հեղուկ կա։ Տեսեք, գրեթե ցամաքել է։ Հենց այս պահին մեր այս խորոված սմբուկը եւ պղպեղները տեղավորում ենք լոբու վրա։ Եվ մի լավ խառնում ենք։ Ավելացնում ենք աղ։ Աղ ավելացնելուց հետո կրկին մի լավ խառնում ենք, որպեսզի լոբին սմբուկի եւ պղպեղի հետ ամբողջական դառնա։ Այս ընթացքում ամբողջ հեղուկը ցամաքեց։ Ովքեր որ սիրում են սոխորած, այսինքն սոխը յուղի մեջ տապակած, կարող են սոխորած լցնել, բայց ես գերադասում եմ կարագ դնել։ Մինչ կարագը կհալվի, ձու եմ վերցրել, աղ եմ անում եւ հարգելիներս շատ-շատերը ձուն չեն օգտագործում, որովհետեւ տապակվելու այդ ընթացքում ձվի հոտը իրենց համար տհաճ է։ Հիշեք, ձուն տապակելուց թե ձվածեղ եք անում, պամիդորով, թե այնպես, չգիտեմ, շատ լավ է, որ մի քանի կաթիլ, ընդամենը մի քանի կաթիլ կաթ ենք լցնում։ Այսքան։ Եթե հանկարծ այդ պահին ձեր ձեռքի տակ կաթ չկա, կարող եք մի քանի կաթիլ ջուր ավելացնել։ Այդ process-ը կոտրում է ձվի հոտը եւ ձուն հարում ենք։ Կարագն էլ հալվեց։ Եվ ժամանակն է, որպեսզի ձուն ծորացնենք բանջարեղենի վրա։ Երբ որ ձուն լցնում եք վրան, կափարիչով մի ծածկեք։ Գոլորշիացումը դուք ծածկում եք, որպեսզի ձուն եփվի, հասկանալի է, բայց գոլորշիացման ընթացքում մի տեսակ գունատվում է կերակուրը, սփռտնած է դառնում, թե լինի դա պամիդորով ձվածեղ, թե ինչ։ Դրա համար ձուն լցրեք եւ տակնու վրա արեք այնքան, մինչեւ ձուն եփվի։ Ահա, ձուն եփվեց, պատրաստ եմ։ Վերջի շտրիխն է։ Ես կտրատել եմ խառը կանաչի, այսինքն այստեղ կա եւ սամիտ, եւ մաղադանոս, եւ կանաչ սող։ Մենք չենք թույլ տալիս, որ սրանք եփվի, ուղղակի երեսին ենք շաղ տալիս։ Եվ մի հատ խառնում ենք։
Ահա հարգելիներս, մեր շատ համեղ լոբին պատրաստ է, բուրումնավետ, իրոք որ շատ համեղ է և շատ բուրավետ, բուրմունքը կախված է սմբուկի և պղպեղի խորովելու հետ կապված, խորհուրդ կտամ ջեռոցի մեջ չխորովեք, որովհետև երբ որ թեկուզ գազի վրա եք խորովում, այդ այրված իրանց կեղևի բուրմունքն ու հոտը մեկ ուրիշ, կարծես թե ապխտած լոբի լինի, մեկ էլ մի բան, լոբին պատրաստելուց միշտ հիշեք, աղը ամենավերջի րոպեին եք լստում, երբ որ արդեն լոբին եփված է պատրաստ է, ինչպես մեր մուշում էին ասում, որ լոբու վրա եթե ժամանակից շուտ ես աղ լցնում, ղրտացնում է լոբին, այսինքն կոշտացնում է, մի խոսքով շատ համեղ է, փորձեք, սա էլ տարբերակ է, փորձեք, պատրաստեք և թող անուշ լինի։